պետք է ամենաշատը 5 տարում, ամենակիչը 1 միլիոն հայ AI գրագետ լինի, AI օգտագործող մարդիկ են փոխարինում, AI չօգտագործող մարդկանց 5-ից 10 տարվա ընթացքում կհասնենք արհեստական գերբանականության։ Իրանք բթանում են, իրանք նստում են, դառնում են, ասենք, սպառողներ, AI-ի տված ամեն ինֆորմացիա հալած յուղի տեղ չընդունենք։ AI-ն արդեն մի շարք հարցերում մարդուց խելացի է։ Ես Գևորգ Տեմպողոսյան, այսօր խոսելու ենք AI-ի մասին։ Ինչպես կբացատրեք AI-ը մարդուն, ով երբեք դրա մասին չի լսել։ Արհեստական բանականությունն է AI-ը, այսինքն տեխնոլոգիա է, որը որ իմիտացիա է անում մարդու մտածողությունը։ Այսինքն ամեն տեխնոլոգիա ինչ-որ մի բանի իմիտացիան է, կամերան աչքն է իմիտացնում, միկրոֆոնը, ասենք, ականջն է իմիտացնում։ Հիմա AI-ը այդ ըստ էության տեխնոլոգիաներ են, ծրագիր, որը որ մարդու մտածողությունը իմիտացնելով տարբեր խնդիրներ է լուծում, օրինակ բովանդակություն է գեներացնում նախկինում իր արդեն ստացած ինֆորմացիայի սովորած բովանդակության հիման վրա, ոնց որ մեր ուղեղը ոնց է ամբողջ աշխարհից ինֆորմացիան հավաքում ենք ու այդ օգտագործելով ինչ որ նոր բան ենք գեներացնում, նոր տեքստ, նոր նկար, նոր վիդեո, նոր պատկերներ ենք հորինում, արհեստական բանականությունը այդ դրա արդեն թվային տարբերակն է, տեխնոլոգիական։ Ինչ տարբերություն կա AI-ի և AGI-ի միջև, արդյոք այն երբևէ գիտակցություն կունենա։ Հիմա արդեն երբ որ AGI ու ASI-ի մասին ենք խոսում, Artificial General Intelligence, այսինքն արհեստական ընդհանուր բանականություն, ու ASI, Artificial Super Intelligence, արհեստական գերբանականություն, երբ որ այս ամենի մասին սկսել ենք խոսալ, AI-ը արդեն դիտարկում ենք որպես հին տարբերակը, պարզապես արհեստական բանականություն, որն ըստ էության մի կոնկրետ խնդիր է լուծում։ Օրինակ, այս AI-ը շատ լավ շախմատ է խաղում, այն մյուս AI-ը պատկերներն է լավ ճանաչում, այն մյուս AI-ը տեքստերն է ճանաչում։ AGI-ը արհեստական ընդհանուր բանականությունն արդեն այն է, երբ որ նույն AI-ը բազմաթիվ տարբեր խնդիրներ է կարողանում լուծել։ Այսինքն, օրինակ, այսօր արդեն դրա սկիզբը դրված է, ենթադրենք նույն ChatGPT-ն, նույն AI-ը համ տեքստեր է կարողանում գրել, համ նկարներ գեներացնել, համ ինչ-որ մտքեր ձևակերպել, հաշվարկներ անել եւ այլն եւ այլն։ Այսինքն, ուրիշ բառերով ասած, AGI-ը ենթադրվում է, որ այդ AI-ն է լինելու, որը միջին վիճակագրական մարդուց ամեն ինչով ավելի լավ է։ Իսկ ASI-ը, Artificial Super Intelligence-ը, գերբանականությունը, այդ AI-ն է, որը ոչ թե միջին վիճակագրական, այլ բոլոր մարդկանցից ամեն ինչով լավ է։ Օրինակ, AGI-ը միջին վիճակագրական մարդուց, ասենք, ավելի լավ ֆիզիկա գիտի, միջին ֆիզիկա իմացողից, ավելի լավ մաթեմ, ավելի լավ տեքստագրում, ավելի լավ թարգմանություններ անում, ավելի լավ նկարներ անում, հա, բայց միջին, ասենք, գիտնական ֆիզիկներից բնականաբար ավելի վատ ֆիզիկա գիտի։ Հիմա պատկերացրեք արհեստական գերբանականությունը, ASI-ը արդեն բոլորից, այդ թվում ամենալավ ֆիզիկա իմացողից լավ ֆիզիկա գիտի։ Այս պահի դրությամբ մենք այդ AGI-ի փուլում ենք, այդ կետ չի, որ սրանից առաջ AGI չէր, սրանից հետո AGI է, որտեղ ձևակերպումները շատ տարբեր են AGI-ի, այդ հատվածը ավելի շատ, ստեղից ոնց որ սկսել է ու գնալով ավելի ու ավելի կատարելագործվում է, հա, ու հիմա դրա մեջ ենք, երևի մի քանի տարվա ընթացքում, 2-3 տարվա ընթացքում կգանք հավանաբար այն կետին, որ արդեն բոլոր ձևակերպումներով կարելի կլինի ասել, որ AGI-ը կա։ Իսկ ASI-ը ինքն ինչ ավելի բարդ պատմություն է, այտենց կանխատեսվում է, որ մինչև 10 տարի կարա տևի, 5-ից 10 տարվա ընթացքում կհասնենք արհեստական գերբանականությանը։ Ինչ նոր մասնագիտություններ են ստեղծվել AI-ի շնորհիվ։ Բոլոր մասնագիտությունները վերափոխվում են, տրանսֆորմացիա են ապրում, այս շատ կարևոր է։ Նոր մասնագիտությունը դե առնվազն հենց AI-ին վերաբերող, օրինակ նույն flow engineering, այսինքն AI ագենտներ ստեղծելու համար համապատասխան, ուրեմն ճարտարապետություն է պետք գծել, այսինքն ընթացքը աշխատանքային պրոցեսների, որով որ արհեստական բանականությամբ աշխատող ագենտը գործակալը, իդեպ դա էլ ոնց որ մենք խոսացինք AI-ից, AGI-ից, ASI-ից, այս ոնց որ AI-ի հզորության զարգացման փուլերն են, բայց կա նաև AI-ի ֆունկցիոնալ զարգացման փուլերը, այսինքն սկզբում ինքը ընդհանրապես ճանաչող ֆունկցիա ուներ, perception AI, հետո եղավ generative AI, երբ որ սկսեց բովանդակություն գեներացնել, հետո եկավ agentic AI, երբ որ գործակալ դառավ ագենտը, այսինքն ինքնուրույն սկսեց որոշում կայացնել ինչ-որ հարցեր լուծելու, հետո գալու է physical AI-ը։ Հիմա այդ ճանապարհի մեջ ենք, երբ որ ռոբոտներն են արդեն AI-ով ուրեմն զինված կամ AI-ով empowered, զորացված, այսպես ասենք, մտնելու ֆիզիկական աշխարհ։ Ու այս կոնտեքստում
հենց որ այդ agentic AI-ին եկանք հասանք, այդ ագենտների աշխատանքը կազմակերպելը, տվյալները ասենք ճիշտ մշակելը, դրանցով սնելը, իրանց որոշումների կայացման հաջորդականությունը ճիշտ պլանավորել այդ ֆլոն, հոսքը, այսպես ասած, իր ագենտի գործառույթների հոսքը պլանավորել, այդ մի հատ առանձին մասնագիտություն է դարել, flow engineering օրինակ, էլի։ Ու մի շարք շատ օպերատորներ բազմաթիվ տարբեր ուրեմն սարքավորումների, նույն ասենք տեստավորողներ, ռոբոտների ասենք շարժումները տրեյն անելու համար տարբեր ասենք նոր հմտություններ, գիտելիքներ ա պետք, նույն օրինակ Nvidia-ն հիմա արհեստական բանականության շնորհիվ ոնց ասում եք Omniverse-ն ա ձևավորել, այսինքն վիրտուալ իրականություն են ստեղծում, յուրաքանչյուր օրինակ քաղաքի կարող են թվային ուրեմն երկվորյակը ստեղծել ու այդտեղ արդեն ֆիզիկական բոլոր կանոններն աշխատող միջավայրում փաստորեն, բայց վիրտուալ միջավայրում ռոբոտներին մարզում են, տրեյնինգ են անում, այսինքն թե ռոբոտը պետք է 1 միլիոն կիլոմետր քայլեր, որ այսինչ հմտությունները ձևավորեր, փորձ ձեռք բերել։ Հիմա էլ պետք չի ասենք ոնց որ ամիսներով այդ միլիոն կիլոմետրը քայլի, այդ ամբողջը իմիտացիա է արվում վիրտուալ միջավայրում ու այդտեղ սովորածը արդեն դրվում է ռոբոտի մեջ, ռոբոտը իրական կյանքում այդ սաղ օգտագործում է ու այդտեղ եւս մի շարք նոր գիտելիք, նոր մասնագիտացումներ, նոր ուղղություններ է էլի ձևավորվում։ Ամենակարևոր փոփոխությունը այն է եղել, որ այլևս մասնագիտություն ընտրել այն հույսով, որ ամբողջ կյանքդ այդ մասնագիտությամբ աշխատելու ես, անիմաստ է։ Այսինքն, այնքան արագ է հիմա ամեն ինչ փոխվում։ Հիմա ավելի ամբողջագետ է պետք լինել, ոչ թե մասնագետ։ Ոնց որ մասնագետը մասը գիտի, ամբողջագետը ամբողջը գիտի։ Ոչ թե ամենագետ, այն որ դիլետանտը ամեն ինչից մի քիչ, այլ ամբողջագետ։ Այսինքն, որևէ process սկսելուց դու մի հատ ամբողջությամբ իրան պետքա պատկերացնես։ Մարդու մոտեցումները գործին, խնդիրների լուծմանը ներառյալ մասնագիտություն կոչվածին փոխվում է։ Երևի ամենամեծ փոփոխությունը, որ AI-ը բերում է, էսա։ Ինչու է երբեմն AI-ը շատ խելացի թվում, երբեմն շատ միամիտ։ Երկու բան կա, մեկը թե ինչ հրահանգներով ենք AI-ի հետ շփվում, այսինքն ինչքան որակով պրոմպտ ես գրում, այդքան ավելի որակով պատասխաններ ես ստանում։ Վատ պրոմպտերի արդյունքում աղմաղ պատասխաններ գալի, լավ պրոմպտերի արդյունքում լավ պատասխաններ գալի, բայց միևնույն ժամանակ ոնց խոսացինք արդեն AI-ը տենց շատ ագրեսիվ զարգացման process-ի մեջ է ու հիմա ինչ էլ որ այսօր չի կարողանում անի, վաղը շատ ավելի լավ է անելու։ Այսինքն մենք նույն Midjourney-ի օրինակ էքսպերիմենտներ ենք անում 2022-ի ապրիլին ասենք նույն պրոմպտին ինչ էր տալիս, հետո 24-ին ինչ էր տալի ու հիմա ինչ է տալի, ասենք, հա, անասելի տարբերություն է։ Ու մեկ էլ ավելի կոնկրետ պատասխանով հալյուցինացիաները, որ առաջ մի 30-40% անում էր, հիմա իջել է 0.7, մոտավորապես 1%-ի կողքերը, ինչից են գալի, երբ որ դու AI-ին բան ես հարցնում, որի մասին ինքը բավականաչափ ինֆորմացիա չունի, շուտ բարդ թեմա է, որի մասին տվյալները քիչ են։ Այդտեղ մեծ հավանականությամբ սկսում է հալյուցինացիա անել։ Ինքը փորձում է քեզ անպայման գոհացնող պատասխան տալ, բայց քանի որ ինֆորմացիա չունի, սկսում է ինչ-որ սուտ բաներ խոսալ, հա։ Այսինքն պետք է ուշադիր լինել, որ AI-ի տված ամեն ինֆորմացիա հալած յուղի տեղ չընդունենք։ Երկրորդը, երբ որ ինչ-որ մի թեմայի վերաբերյալ շատ տարածված սխալ ինֆորմացիա կա, ինքը դրա վերաբերյալ արդեն այդ տարածված սխալ կամ սուտ տեղեկատվությունը կարող վերցնի ու դրա հիման վրա բովանդակություն ստեղծի, կլինի որ էլի խաբեց քեզ, էլի։ Ինչպես հասկանալ, ինչն է իրական, ինչը AI-ով ստեղծված։ Հա, այստեղ շատ կարևոր է, որ մեր բնական բանականությունը անընդհատ միացրած պահենք AI-ի հետ շփվելուց, որովհետև գնալով ավելի ու ավելի բարդ է աչքով տարբերել թե տեքստը, թե նկարը, թե վիդեոն արդյոք AI-ն է գեներացրել, թե չէ։ Հետևաբար երկու կարևոր բան կա։ Առաջինը, այն ինչ որ տեսնում ես, ինչքանով է հավանական, որ իրականում կլներ, դու պետք է ինքդ դատես։ Երկրորդը, պետք է աղբյուրների վրա ուշադրություն դարձնել, որտեղից է այդ բովանդակությունը գալի, ինչքանով է վստահելի այդ աղբյուրը ձեր համար։ Այսինքն եթե, չգիտեմ, դեռ CNN-ն է, BBC-ն է, կամ ինչ-որ տենց բան հանրային, ասենք, ինչ-որ հեռուստաընկերություններ են, ինչ-որ կանոնների տակ գործող հավանականությունը, որ իրանց տված ինֆորմացիան չնայած հիմա այս տարում էտել է խառնվել իրար, բայց այնուամենայնիվ հավանականությունը իրանց տված ինֆորմացիան վստահելի է, ավելի բարձր է։ Երբ որ ինչ-որ անհայտ մի հատ ինչ-որ account-ից է այդ բովանդակությունը գալի, հավանականությունը նվազում է, այսինքն առաջին հերթին պետք է
լավ հասկանալ, թե ինչա կարողանում AI-ը անել, ինչ հնարավորություններ ունի AI-ը, երկրորդը այդ հասկանալով դու արդեն պատկերացնում ես, որ անգամ լավագույն որակի պատկերը կարող պարզապես AI-ով գեներացրած լինի, երկրորդը բնական բանականություն տես միացնում հասկանում ես ինչքանով է դա հնարավոր որ լիներ իրականում, երրորդը աղբյուրներն է ստուգում էլի ըստ էության։ Որոնք են AI-ի իրական վտանգները, ինչպես պայքարել deepfake-ի դեմ։ AI-ը որպես ցանկացած գործիք համ ի վնաս, համ ի օգուտ կարող օգտագործվի։ Հիմա ու դե deepfake-երի դեմ պայքարելն էլ deepfake-երին ճանաչելն է, ոնց որ այդ պայքարելու ձևը ըստ էության։ Ճանաչելու համար էլ այդ ինչ որ մի քիչ առաջ խոսացինք, այսինքն աղբյուրներին հետևել ու քննադատողական էլի մոտենալ այդ բովանդակությանը, թերևս այդ է, ուրիշ հարց, երբ որ խոսում ենք օգտատերերի, օգտագործողների մասին, էլի, ինչ վերաբերում է օրենսդիր մարմիններին կամ իրավապահ մարմիններին իրանք այդ ոնց անեն, այնտեղ հիմա այդպես քննարկումներ գնում է Եվրոպան էլ ահագին կարգ ու կանոն է այդ առումով մշակել, մտցրել ու շարունակում է խորանալ, պրոստը այդտեղ էլ սահման կա, պետք է այդ այնքան չվերահսկես, որ զարգացմանը խանգարես ու այնքան պետք է ազատ չթողես, որ հետո ի վնաս այդ ամեն ինչն օգտագործվի, այդ շատ բարդ բալանս է իրականում։ Այո, AI-ը պետք է վերահսկված լինի, բայց այո, պետք է նենց վերահսկես, որ զարգացմանը վնաս չտաս, այնուամենայնիվ հայտարարելը պարտադիր դարձնելն է շատ լավ լուծում, այսինքն ցանկացած մեկը, երբ որ AI-ով ստեղծված բովանդակությունը հրապարակում, պարտադիր պետք է հայտարարի, որ դա AI-ով է, շատ explicit, այսինքն երևացող ձևով, երևացող տեղում պետք է այդ գրվի, հնարավոր է, որ տենց օրենքներով այդ fake-երի դեմ պայքարելը դառնա ավելի հեշտ։ Ինչը երբեք չասել ChatGPT-ին եւ ինչու։ Այն տվյալները, որոնք գաղտնի են, այն տվյալները, որոնք sensitive data, այսինքն զգայուն բովանդակությունը, ինչ որ անուն, ազգանուն, բանկային քարտի համարներ, թվեր, ասենք օրինակ քարտերի կամ հաշվի համարներ, ինչ որ գործարքների մասին ինֆորմացիա ձեր կազմակերպությունում, որտեղ աշխատում եք, գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը եւս, այսինքն գաղտնի տեղեկատվությունը AI-ին ոչ մի դեպքում պետք չի տալ։ Ու այդ տենց չի որ AI-ի համար տարբեր է, այդ նույնն է, ինչ որ նույն Google-ում պահելը կամ Google Drive-երում ասենք շուտ sensitive data պահելը կամ ասենք email-ներ ուղարկելը կամ ինտերնետում սոցիալական ցանցերում ասենք messenger-ներով ձեր անձնական տվյալներ փոխանցելը։ Ինչքան այնտեղ չի կարելի, այդքան էլ AI-ում։ AI-ում պրոստը ռիսկը մի քիչ ինչով է բարձր ավելի, որ ինքը հետդ շատ տենց մարդկային, sense անձնական մակարդակի անբռնազբոսիկ հետդ շփվում է, ու ասում է մի հատ այս տվյալը դու, ես դրա հիման վրա այս ինչ բանը կանեմ։ Իհարկե, հիմնական AI այդ LLM-ները իրանք ահագին ուրեմն սահմաններ ունեն դրած ու վերահսկվում է այդ ամեն ինչը, որպեսզի հանկարծ սահմանները չանցնի, ավելի ինֆորմացիա չուզի, անգամ եթե դու ես ինչ որ ավելորդ բաներ ասում, ինքն է սկսում քեզ խորհուրդ տալ, բայց չէ, այդ ինֆորմացիան պետք չի մի ասա կամ ես այս հարցով քեզ չեմ կարող օգնեմ, որտեվ այդ էթիկայի հարց է, բայց այնուամենայնիվ կարճ պատասխանը դրային է, որ այն բոլոր անձնական կամ գաղտնիք հանդիսացող տվյալները, որոնք որ սոցիալական ցանցերում էլ չէիք տարածի, AI-ն էլ բնականաբար պետքա չտալ ռիսկերից խուսափելու համար։ Իդեպ այդ կարելի է պարզապես, եթե ինչ-որ մի հատ իրավիճակ ես ուզում նկարագրել, ուտեղ պետքա ինչ-որ մարդու անուն, ազգանուն, ծննդյան թիվ տաս, պարզապես բան արա, փոխած տվյալներ տու, ասենք Ջոն Սմիթը խոսքի օրինակ ծնված էս ինչ թվին բան, ու ինչ հարց դու տալու ես, ինքը այդ հարցը շատ մանրամասն կմշակի, դրա պատասխանները կտա, հետո դու քո ուզած անուն, ազգանունները արդեն մեջը կդնես, բովանդակությունը կօգտագործես էլի։ Ինչ է AI գրագիտությունը եւ ինչու է այն կարեւոր։ AI գրագիտությունը ինքը թերևս մինիմում գրագիտության շեմը հաղթահարելու համար պարտադիր բան է դարձել այսօր։ Այդ հենց դրա մասն է, ինչ այսքան խոսում էինք, այսինքն իմանալ ինչ է AI-ը, ոնց է աշխատում, ինչ հնարավորություններ ու ինչ ռիսկեր է բերում։ Թերևս սա այդ մինիմալ գրագիտությունն է, հա, հաջորդ մակարդակը, երբ որ դու շատ ակտիվ սկսում ես AI-ը կիրառել, թե կենցաղում, թե գործում, ու այդ արդեն AI հմտության, ուսոր AI literacy-ից AI proficiency, AI գրագիտությունից գալիս ենք AI հմտության, եթե տենց կարելի է proficiency-ն ասել, երբ որ դու սկսում ես արդեն բազմաթիվ գործիքներ տիրապետել ու երբ որ սկսում ես իդենտիֆիկացնել, թե որ հարցը լուծելու համար, որ AI գործիքն է լավագույնը, ու մի կարևոր բան է կա, AI օգտագործելու երկու ձև կա, augmentation, automation, այսինքն մի դեպքում, որ մենք ուժեղանում ենք AI-ով, մյուս դեպքում, երբ որ ավտոմատացնում ենք AI-ով process-ները։ AI գրագիտության եւս մի մակարդակ է, երբ որ դու կարողանում ես հստակ
իդենտիֆիկացնել, թե որ դեպքում որ օգտագործելու մեթոդն է ամենաարդյունավետը ելնելու։ Այդպես, ինչի է անհրաժեշտ, որովհետև պարզապես չի լինելու այլընտրանք, այսինքն ոնց որ ասեք հիմա ինչի է անհրաժեշտ հեռախոսից օգտվել իմանամ կամ համակարգչից օգտվել, լրիվ նույն մակարդակի մի բան էլ ավելի խորը, ուրեմն հարցա AI օգտագործել չօգտագործել, այսինքն չի լինելու տենց մեկը, ով որ չի օգտագործելու AI, պարզապես հարցա թե դու երբ կսկսես օգտագործել, ինչքան շուտ կդառնաս AI գրագետ, այդքան ավելի շուտ կլինես արդյունավետ։ Ռեարմենիայում մենք Ռեարմենիա ակադեմիան ենք սկսել, իրականում անցած տարվանից որպես հիմնադրամի նախագիծ են սկսեցինք ու հմտություններ զարգացնելու համար մտածում էինք մեր համայնքում ամենակարևորը որն է ինչն է ու հասկացանք ցանկացած գործ անելուց AI-ով անելու դեպքում 5-ից ավել անգամ ավելի արդյունավետ է դառնում, բոլոր process-ներում սկսեցինք AI մտցնել, հետո առանձին Ռեարմենիա ակադեմիայում AI դասընթացներ սկսեցինք համայնքի համար, հետո հասկացանք, որ այս շատ ուժեղ, ուրեմն super power-ը, ասենց գեր ուժ է էլի մի հատ, որ ամեն մարդ պետք է ունենա այսօր, իհարկե վաղվա իրականության մեջ ոնց խոսեցինք, էլի պարտադիր բոլորն են օգտագործելու, բայց մեր խնդիրն է, որ մենք շուտ սկսենք օգտագործել ու որոշեցինք Ռեարմենիա համայնքից դուրս նաև կրթել ու iCASE-բան կուրսերը սկսեցինք։ Այս պահի դրությամբ արդեն 6000-ից ավել մարդ է մի քանի ամսվա մեջ կրթվել, առանձին արդեն Ռեարմենիա ակադեմիա կազմակերպություն ենք հիմնել, ներդրում ենք արդեն այդտեղ ներգրավել ու շատ ակտիվ, բազմաթիվ կուրսերով պլան ենք դրել մեր առաջ, որ պետքա ամենաշատը 5 տարում ամենակիչը 1 միլիոն հայ AI գրագետ լինի։ Այնտեղ ունենք start, level up ու pro կուրսերը։ Start-ը մարդկանց համար, ովքեր լրիվ զրոյից են սկսում ծանոթանալ AI-ի հետ, level up-ը այն որ դուք արդեն օգտագործում եք, բայց ուզում եք ել ավելի արդյունավետ օգտագործել իրանց համար, իսկ pro կուրսերն արդեն մասնագիտացված, մասնավորապես օրինակ AI-ը մարքեթինգի համար, AI-ը ծրագրավորողների համար, vibe coding օրինակ, AI-ը project manager-ների համար, AI-ը վիդեո նկարողների կամ վիդեո գեներացնողների համար, այսպես տարբեր ուղղություններով pro կուրսեր ենք սկսել ու նաև շատ ուրախ եմ ասել, որ կրթական հաստատությունների հետ ենք շատ ակտիվ աշխատում, օրինակ ֆրանսիական համալսարանի հետ պայմանագիր ենք կնքել ու իրանց բոլոր ուսանողներին ու նաև իրանց ադմինիստրատիվ թիմին շատ ինտենսիվ կրթում ենք, այս բոլոր գործիքները դարձնում իրանց համար հասանելի։ Հիմա ԵՊՀ-ի հետ ենք արդեն սկսել տարբեր կազմակերպությունների, այսինքն կարճ ասած, այս ինչ որ իրար հետ խոսում ենք հիմա, այս ամեն ինչի կարևորությունը հասկանալով AI գրագիտությունը որպես նպատակ ենք դարձրել։ Արդյոք AI-ը տարանջատում է փաստերն ու ճշմարտությունը տարածված կարծիքներից, ով է պատասխանատու, երբ AI-ը սխալ որոշում է ընդունում։ Տարբեր LLM-ներ, այդ LLM-ը մեծ լեզվական մոդելներն են, այն ինչ որ աշխատում օրինակ Gemini կամ ChatGPT կամ Claude-ի տակ, ուրեմն իրանք արդեն գործիքներ են ստեղծել, որոնցով որ ոչ միայն AI-ով գեներացված բովանդակություն ես կարողանում ստանալ, այլ նաև հենց այդ պահի դրությամբ ինքը search անում, օրինակ Gemini-ը ունի Google Grounded կոճակը, սեղմում ես ու տված այդ ինֆորմացիան հենց այդ պահին ինտերնետում փնտրում է, գտնում է, ասենք, տվյալները բերում է քեզ, հետն էլ բերում է հղումները, որպեսզի կարքի դեպքում կարողանաս ստուգել, թե որտեղից է, ինչ աղբյուրից է, էլի այդ բերե։ Սրա շնորհիվ AI-ը հա կարողանում է քեզ համ տվյալներ բերի համապատասխան հղումներով, ասի այս ճշգրիտ տվյալը այս ինչ տեղից եմ վերցրել, համ կարողանում է գեներացնի բովանդակություն, համապատասխան թոքեններ գեներացնելով, այսինքն ոնց որ ինքը սովորաբար աշխատում է, հա, արդեն նախկինում սնված բովանդակությունը օգտագործելով, այսինքն ինքը ոչ թե այդ բովանդակությունից է ինչ-որ բան հանում բերում քեզ, այլ դրանով ինքը սնվել է, կրթվել է, train է եղել, էլի, այսպես ասած, հա, ու այդ train լինելու արդյունքում արդեն կարողանում է 0-ից բովանդակություն գեներացնի այդ գիտելիքն օգտագործելով։ Ու ձեր հարցին պատասխանելով AI-ը համ քեզ լրիվ նոր հորինած բովանդակություն կարա տա, այդ իր տրեյնինգների արդյունքում գեներացնի տա, համ կարա արդեն ինտերնետից փնտրի ինչ-որ բան գտնի իր հղումներով բերի տա։ Առհասարակ, ովքեր որ տերն են տվյալ գործիքի, տվյալ LLM-ի, իրանք էլ պատասխանատվություն են կրում, այսինքն օրինակ ես վերջերս դեպքեր արդեն եղել է, որ ինչ-որ երիտասարդի, թինեյջերի ինչ-որ սխալ խորհուրդներ ա տվել, վնաս տալու է, ասենց ասենք էլի հասցրել, ու հիմա ծնողները այդ իրավապաշտպանները հենց այդ կազմակերպություններին, ովքեր train են անում ու այդ ծառայությունը դարձնում են հասանելի, մեղադրում են, ասում են ձեր պատասխանատվությունն է, դուք եք արել։ Այսինքն ուրիշ բառերով ասած, օպերատորներն են պատասխանատու, բայց կա նաև հեղինակային իրավունքի ասպեկտը, օրինակ նկարը, որ գեներացվեց, ով է այդ նկարի համար
ճակերտավոր ասած պատասխանատու կամ ումա պատկանում հեղինակային իրավունքը, այդ տարբեր է, օրինակ Midjourney-ին ասում է, ես եմ ասենք բանը դրա տերը, ու եթե միտեղ օգտագործման իրավունքի հետ հարցը առաջանում, պետք է իմ հետ ոնց որ շփվեք, հա, ոչ թե օգտատերը։ ChatGPT-ն օրինակ հակառակ, GPT-4-ով նկարներ սկսեց գեներացնել, ինքը ասում է, այդ օգտատերը, որ ստեղծել է այդ նկարը, ինքն էլ դրա հեղինակային իրավունքը ունի ոնց որ։ Այսինքն ստեղ արդեն մոտեցումները տարբեր է, այտենց միասնական մոտեցում են, որ բոլոր AI գեներատոր ստեղծողները ունեն, չկա, շատ արագ է AI-ը զարգանում, թերևս ավելի արագ, քան հասցնում են իր վերահսկողության համար ընթացակարգեր կամ կանոնակարգեր մշակել։ Ու այս վերջերս կոնգրեսում Միացյալ Նահանգների մի հատ տենց երկար խոսակցություն եղավ, լսումներ էր, Սեմ Ալտմանին էին կանչել այդ OpenAI CEO-ին, Microsoft-ից, AMD-ից, տարբեր տեղից մարդկանց են կանչել, քննարկում էին, ու հարցը հենց այդ էր դրած, արդյոք արժի AI-ի զարգացման տեմպերը դանդաղացնել, որպեսզի հասցնենք վերահսկել, հա, ու քննարկումներով եկան նրան, որ չէ, ոչ մի դեպքում չի կարելի դանդաղացնել, ու հիմնական պատճառը այն էր, որ Չինաստանն է մեծ տեմպերով առաջ գալի, ու ըստ էության հաշվել էին, որ 6 ամիս է Չինաստանը Միացյալ Նահանգներից հետ, հանկարծ իրանք տեմպերը դանդաղացնեն, Չինաստանը կգա կանցնի, ու էլ արդեն բալանսները, այսպես ասած, կխախտվի, հա, ու որոշում կայացրեցին, որ ոչինչ որ չենք կարողանում վերահսկել, ելի մենք ամեն ինչ կանենք մաքսիմալ արագ վերահսկելու համար, բայց զարգացման տեմպը ոչ մի դեպքում չենք դանդաղացնի։ Այս գալիս է ասելու նաև են, որ նոր աշխարհում երկրներից որն է հզոր ելնելու, որը չէ, որը ումից է կախված ելնելու, ու вообще որ պետությունն է որոշ ժամանակ հետո լինելու, որը չէ, այս ամեն ինչը ուղիղ կախված է դրանից, թե այսօր որ պետությունը AI-ը ինչպես ու ինչքան արդյունավետ է օգտագործում, էլի, այսինքն ինչ ծավալներով ու ինչ արդյունավետությամբ է օգտագործում ու զարգացնում։ Որ ոլորտներն ու մասնագիտությունները ամենաշատը կփոխվեն AI-ի շնորհիվ առաջիկա 5 տարում։ Այդ էլ տենց սպեկուլյացիաներ են իրականում, որ շատ կարող եք լսել, տարբեր մարդիկ շուտ բաներ խոսում են, մենք էլ հիմա շուտ բաներ կարանք խոսանք, բայց այդ ամեն ինչը կանխատեսումներ, որ չգիտես ինչքանով կլինի, ինչքանով չկա։ Այն ինչ որ տեսնում ենք, այդ շատ հետաքրքիր է, օրինակ վարորդների գործն է, ասենք, լրիվ փոխվում, օրինակ նույն Waymo-ն, որ Google-ի առանց վարորդ մեքենաների տաքսի սերվիսն է, ասենք միլիոնավոր կիլոմետրեր է արդեն քշել, Սան Ֆրանցիսկոյում, մի քանի ուրիշ քաղաքներում արդեն սկսել է աշխատել ու շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան մարդը կքշեր։ Առաջին միլիոն կիլոմետրը քշելուց հետո ստատիստիկան նայել էին 3 հատ վթար էր ընդամենը եղել, այդ 3-ից ոչ մեկը իր պատճառով չէր եղել, էլի։ Կամ օրինակ նույն սուպերմարկետներում կասիրներ են նստած, բայց հիմա օրինակ Amazon Go-ն կա արդեն, որ պրոստը մտնում ես, ապրանքը վերցնում ես, դուրս ես գալի ու կամերաներով համ ճանաչում են, ասենք, իհարկե այդ վաղ этаպներում դրանց հետևը նաև մարդիկ են նստում, ովքեր որ այն մասերը, որ AI-ը լավ չի կարողացել իդենտիֆիկացնել, իրանք փորձում են օգնել, էլի, կամ ասենք նույն ռոբոտները, հիմա ասենք տունը գործանող ռոբոտներ են սարքում, բայց իրանք ամբողջությամբ չեն կարողանում ինքնավար գործել, ինչ որ օպերատորների են վարձում, ասենք Հնդկաստանում ինչ որ քանակի մարդիկ նստած որպես օպերատոր այդ ռոբոտներին աշխատացնում են, sense բաներ կա։ Այն բոլոր գործերը, որոնք անընդհատ կրկնվող գործեր են, ինչ որ pattern-ների հիման վրա, պարզ մեխանիկական գործեր են, դրանք շատ ավելի արագ AI-ը ոնց որ կտիրապետի։ Ոչ մի գործ նույնը չի մնալու։ Շատ կարևոր է, որ անկախ նայես դու որ ոլորտում ինչ գործ ես անում, այդ ոլորտում AI-ի ամենաարդյունավետ կիրառության ձևը գտնես ու սկսես սերտել։ AI-ը սովորեցնում է մտածել, թե ծուլացնում ու հիմարացնում է մեզ։ Եթե մենք նույն պարզ խնդիրները, որ ժամանակին առանց AI-ի լուծում էինք, ուզում ենք հիմա AI-ով լուծենք, այդտեղ հակառակ ծուլանում ենք, որտեվ հատկապես երեխեքի մասով շատ կարևոր է, որ AI-ով ոչ թե նույն խնդիրները լուծես, ինչ որ առանց AI առաջ էիր լուծում, այլ շատ ավելի բարդ խնդիրներ քո առաջ տնես։ Ու ինձ թվում է երեխեքը այն տարիքում, երբ որ շարադրություն են գրում, այդ տարիքում իրանք այս գործիքներով արդեն ունակ են, անգամներ ավելի հետաքրքիր ու բարդ խնդիրներ լուծելու։ Բայց մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ այդ շարադրություն գրելն էլ ինքը իրանով առանձին նեյրոններ, սինապսներ ձևավորելու համար խնդիր է լուծում։ Կարևոր է, որ մենք գիտակցենք, օրինակ, երբ ենք մենք շարադրություն գրում նրա համար, որպիսի մեր ուղեղը ավելի հարստացնենք, զարգացնենք, սինապսներով, կապերով հարստացնենք, հա, ու երբ ենք մենք տեքստ գրում, որպիսի ուղարկենք, ասենք, ժեք
ընդեղ ինչ-որ մի հատ դիմում է տնելու, հա, կամ ասենք թե ինչ-որ մի հատ ստեղծագործություն ենք գրում, որը այսինչ աուդիտորիայում այսինչ հարցը պիտի լուծի։ Հիմա երկրորդ դեպքում ավելի լավ է AI-ն օգտագործելով անես, որ համ արագ լինի, համ գրագետ լինի, համ ավելի որակով կլինի, որտեվ բազմաթիվ ուղեղների արգասիքը դու AI-ի միջոցով կարողանում ես օգտագործել քո brainstorming-ի մեջ ու ավելի բարձր որակի product ես ստանում, իսկ երբ որ հենց քո ուղեղը զարգացնելու համար, մարզելու համար ես այդ բովանդակությունը ստեղծում, ավելի լավ է առանց AI անես, որ արդեն քո երևակայության էլի զոր տաս, արդեն կոնկրետ ուղեղը զարգացնես։ Ինչպիսին կլինեն AI-ի դարաշրջանում մեծացող երեխաները։ Այս հարցերը մի հատ պատասխան ունեն իրականում, էլի, չգիտեմ։ Ճիշտ պատասխանն է դա, ու ով ասում է գիտեմ, ինքը կամ չգիտի, որ չգիտի, կամ խաբում է, էլի, որովհետև հիմա այն ամեն ինչ որ մենք անում ենք նորից սպեկուլյացիաներ, կանխատեսումներ, օքեյ, բայց հիմա ոնց որ այդ խաղը շարունակելով գնանք դալշը ու կանխատեսենք այս AI դարաշրջանի երեխեքը։ Իրանք օրինակ նախկինում, այսինքն նախորդ սերունդների համեմատությամբ ինֆորմացիա ստանալու հարց մեծ հաշվով չեն ունենալու, շատ արագ ցանկացած տեղեկատվություն, ցանկացած ձևով ձևակերպված, ցանկացած մակարդակի համար հասկանալի ձևակերպված կարող են ստանալ, շատ արագ, շատ հեշտ։ Հիմա եթե ASI-ի մասին ենք խոսում, այդտեղ առհասարակ աշխարհը փոխվում է։ Դուք պատկերացրեք մի հատ միջավայր, որտեղ աշխատելը արդեն օպցիոնալ մի բան է։ Այսինքն պարտադիր չի, որ դու աշխատես, որովհետև այդ սաղ գործը արվում է, ռոբոտներն անում են։ Այսինքն մարդը հնարավորություն է ստանում արդեն ոչ թե անել են ինչ-որ ստիպված է հաց ուտելու համար, այլ են ինչ-որ ուզում է ինքը, այսինքն յուրաքանչյուր մարդու մեջ եղած տաղանդը, հանճարը սկսում է բացահայտվել։ Վաղվա երեխեքը, որ կարճ ասեմ, իմ կարծիքով, նույն միավոր ժամանակում անհամեմատ ավելի բարդ ու ծավալուն խնդիրներ են լուծելու, ունենալով ձեռքի տակ այս բացառիկ գործիքները, որ AI-ի շնորհիվ դառնում է հասանելի։ Իհարկե կարանք դիստոպիայի մասին խոսանք, երբ որ այդ երեխեքը տեսնում են ոչ մի բան չկա անելու ու իրանց հետաքրքրասիրությունը չի շարժվում, իրանք բթանում են, իրանք նստում են, դառնում են, ասենք, սպառողներ, բայց մի հատ երբ որ գալիս է այն էտապը, երբ որ դու սպառածի դիմաց փող չես տալի կամ պետք չի որ տաս, որտեվ այդ արդեն պետք ոնց որ այդ product-ով ստեղծելա քեզ տվելա սպառելու ռոբոտա։ Ինքը ասենք արևային էներգիայով սնվում է խոսքի օրինակ, ինքը իր ասենք զարյատկեքի հարցը լուծում է, ինքը իր repair, այսինքն սարքելու փչացած բաները սարքելու հարցերը լուծում է, դու էլ իրան պետք չես։ Այսինքն եթե տես մի հատ իրավիճակ կա, որ մարդը որպես կենդանատեսակ արդեն անիմաստ է, ու հələ մի հատ է ոտի տակ անգնում խանգարում ասենք, հա կարող է վերացնել, դա էլ դիստոպիան է ասենք։ Միջին վերսիան իմ պատկերացմամբ, այդ ընդհանրի մի 30 տարի հետո ասենք, այդ դելֆինների կյանքն է, այն ոնց ասենք, չէ, ինքը ամեն ինչ կա, այդ sustainable abundance-ն է, էլի ոնց որ կայուն առատությունն է, ուտելիքը տեղն է, ապրելու սաղ պայմանները կա, ոչ մի բան չունի, իրան էլ ոչ մեկ չի ուտում, ոչ մեկ իր հետևից չի ընկնում, ասենք երջանիկ ապրում են, էլի։ Այսինքն ուտոպիստական սցենարներում գալու ենք դրան։ Բայց քանի որ մենք մարդ ենք, կամք ունենք, բանական ենք, մենք բնականաբար ոչ մի դեպքում չենք մնալու այդ վիճակի վրա, այդ վիճակում անընդհատ զարգանալու ենք։ Ինչ պետք է իմանա յուրաքանչյուր մարդ AI-ի մասին։ Պետք է իմանա, որ ոչ թե AI-ն է գալիս մարդուն փոխարինելու, այլ AI օգտագործող մարդիկ են փոխարինում AI չօգտագործող մարդկանց, ու հետևաբար իր AI իմանալը, AI գործիքներին տիրապետելը այլընտրանք չունի։ Անպայման բոլորս շտապ պետքա սովորենք, պետքա տիրապետենք այդ AI գործիքները, ու թե որպես AI օգտագործող, թե որպես AI-ով գործիք ստեղծող, թե որպես նաև AI ստեղծողներ, մարդիկ ովքեր որ զրոյից հենց արհեստական բանականությունն են ստեղծում, մենք որպես մարդ այդ շերտերում պետքա մեզ գտնենք ու կայանանք, էլի։ AI գործիքներ, որ խորհուրդ եք տալիս բոլորին։ 43,000-ից ավել AI գործիք կա։ Ես օրինակ, ChatGPT-ին շատ ակտիվ օգտագործում եմ, Notebook LM-ն եմ օգտագործում, շշմելու գործիք է, Google-ի գործիքն է։ Notebook LM-ը հնարավորություն է տալի, որ դու քո բովանդակությունը, ինչ որ հոդվածներ ունես կամ գրքեր, կամ ինչ որ տեքստեր գրած, այդ բովանդակ կամ անգամ վիդեոներ, օրինակ 7 ժամանոց մի հատ ինչ որ վիդեո է,
podcast-ը ասենք Neuralink-ի մասին ենթադրենք, հա, ու դու որպեսզի այդ ամեն ինչը չնայես, չհիշես, այդ ժամանակը չծախսես, այդ քո բովանդակությունը տալիս ես նոթբուք LM-ին, ինքը այդ բովանդակությունն անալիզ է անում ու քո հարցերին արդեն պատասխանում է, ոչ թե առհասարակ ինտերնետից հավաքած ինֆորմացիայի հիման վրա, այլ քո տված բովանդակության հիման վրա։ Այսինքն 90 էջանի մի հատ հոդված ունես, ուզում ես տեսնես այդտեղ ասենք այս թեմայով ինչ առհասարակ ուրեմն պարագրաֆներ կան, ուզում ես այդ դրիվ իրար գլուխ հավաքվի, իմի բերվի, դրանից մի հատ կարճ անոտացիա ասենք թե արվի, վարկյանների ընթացքում այդ կարողանում ես անել, էլի։ Այսօր նույն գիտական հոդվածները այն ծավալի են դուրս գալի, որ ասենք անհնար է ինչ-որ մեկը այդ սաղ կարդա, բայց երբ որ այդ ուղղությունը քեզ հետաքրում է, քեզ պետք է որ դու գոնե պատկերացնում ես, ասենք ինչ են ասում ու հասկանաս այդ հոդվածներից որն է հատկապես քեզ հետաքրող թեմայով, որպեսզի դրա մեջ խորանաս, ու notebook LM օրինակ այդ հարցում շատ օգնում է, էլի։ Կամ make.com-ը շշմելու գործիքը ավտոմատացումների համար։ Օրինակ make.com-ով կարողանում ես մի ամբողջ մեդիա պրոցես ավտոմատացնես։ Հիմա մեր iCast-բան Telegram ալիքը ունենք, ու այդ Telegram ալիքում նորություններ է դրվում, ու այդ նորությունները մենք ագենտ ենք ստեղծել, հենց make.com-ով, ինքը մտնում է մեր ուսուցիչների email-ները, ստուգում է, տեսնում է ինչ նորություններ կան AI-ի մասին, այդտեղից առանձնացնում է ամենատրենդային հետաքրքիր նորությունները, բերում է դրանցից մի հատ Telegram-ի post է սարքում, համապատասխան հղումներով, նկարագրերով, դա թարգմանում է հայերեն, ու հայերեն լեզվով արդեն post է անում մեր Telegram ալիքում։ Այդպես, այսինքն ամեն մեկը իր գործերից կախված այդ հազարավոր գործիքների մեջից, ուրեմն ամենաօգտակարները, հենց իր խնդիրը ամենաարդյունավետ լուծողները պետքա գտնի, ու sense փոքր ինքը իր թիմը հավաքի։ Հիմա իմ մոտ տենց մի 6-7 հատ գործիք է։ Իդեպ Rearmenia Ակադեմիայի մեր ուսուցիչները, կրթական թիմը հենց դրանով են զբաղվում, այսինքն իրանք այդ հազարավոր գործիքները նայում են, որը ինչա կարողանում անի, հա, ինչ նոր մոդելներ, նոր գործիքներ դուրս եկավ, որ գործիքը ինչ հարց է լուծում։ Հետո նայում են, թե այդ հարցը այդ գործիքներից որն է լավագույնս լուծում։ Հետո նայում են այդ լավագույն գործիքը մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար ինչ տեխնիկաներ է պետք, ասենք պրոմպտ տեխնիկաներ, հիերարխիաներ, էտել են պարզում, հետո այս ամեն ինչից սարքում են կրթակարգ ու արդեն դասերի միջոցով հասցնում մարդկանց։ Ինչ կլինի, եթե AI-ը ավելի խելացի դառնա, քան մարդը։ Դա գիտաֆանտաստիկա է, թե իրական վտանգ։ Եթե տես պարզ ասենք, հա, AI-ն արդեն մի շարք հարցերում մարդուց խելացի է, AGI-ը միջին վիճակագրական մարդուց ամեն ինչով ավելի խելացի է կամ ունակ է, իսկ ASI-ը արդեն բոլոր մարդկանցից ավելի ունակ կլինելու։ Հիմա ինչ կլինի, երբ որ դա լինի, ուտոպիստականի դեպքում մենք կունենանք գեր ունակություններով, ուրեմն ծառա, բառի լավագույն իմաստով, որը լուծում է մեր բոլոր այն մեխանիկական կամ անգամ ոչ մեխանիկական բոլոր այն խնդիրները, որ մենք չէինք ուզի դրա վրա ժամանակ ծախսել։ Դիստոպիայի դեպքում ինքը մեր կոնտրոլից դուրս է գալու, առհասարակ պրոցեսների կառավարումը վերցնելու է իր ձեռքը, ու մեր լինել չլինելը կամ ինչպիսին լինելը կախված ալնելու արդեն արհեստական բանականության որոշումներից։ Այդ երկուսից որը կլինի կախված է ուղիղ մեզանից։ Այսինքն մենք այսօր ինչ քայլեր կանենք, դրանից կախված կամ առաջի կամ երկրորդ սցենարով կգնանք։ Հիմա դրա համար մի բանն է հաստատ, թե այդ ռիսկերը կառավարելու, թե այդ հնարավորություններն օգտագործելու համար մի հատ բան է պետք ու դա հաստատ է։ Շտապ պետքա կրթվել։